Ողջույն հարգելի ընկերներ, այսօր կխոսենք հղիության ընթացքում սեռական կյանքի մասին և կմեկնաբանենք մի քանի միֆեր կապված այս թեմայի հետ։ Ինչի մասին կուզենայիք լիներ մեր հաջորդ տեսանյութը, գրեք կոմենտի ձևով և մենք կպատրաստենք այն ձեզ համար։ Սեռական կյանքը հղիության ընթացքում։ Միֆեր։ Միֆ առաջին. հղիության ընթացքում սեքսը վնասակար է մոր և պտղի համար։ Իրականություն. սեքսոլոգիայի տեսանկյունից սեռական կյանքը ոչ մի տարիքում և ոչ մի վիճակում չի կարող վնասակար լինել։ Եթե օրգանիզմում խնդիր կա, սեռական ակտիվությունն ինքնուրույն կորչում է։ Եթե սեռական հարաբերությունը ցանկալի է և հաճույք է պատճառում, ուրեմն օրգանիզմն այն վիճակում է, որ կարելի է սեռական կյանք վարել։ Այդ բանաձևը ճիշտ է միշտ։ Հղիության ընթացքում, եթե կինն իրեն լավ է զգում և գանգատներ չունի, ապա պետք չէ սահմանափակումներ դնել։ Կարևորն այն է, որ նա ֆիզիկապես ծանրաբեռնված չլինի։ Միակ հակացուցումը կարող է լինել վիժման վտանգը։ Այդ դեպքում ոչ միայն չի կարելի սիրով զբաղվել, այլև օրգազմ զգալ, քանի որ այն արգանդի կրճատում է առաջացնում։ Միֆ երկրորդ. հղի կինը գրավիչ չէ։ Իրականում, եթե տղամարդը սիրում է կնոջը և ցանկանում է նրանից երեխա ունենալ, ապա նա չի կարող կորցնել իր գրավչությունը հղիության ընթացքում։ Այդ շրջանում կինն անգամ ավելի գրավիչ է, քանի որ երջանիկ է։ Միֆ երրորդ. հղիության երկրորդ կեսին պետք է հրաժարվել դասական դիրքից, դեմ առ դեմ տղամարդը վերևից։ Իրականում, դիրքը նշանակություն չունի։ Պտուղն արգանդում պաշտպանված է պտղաջրով և նրան վնասելն անհնար է։ Պետք է կողմնորոշվել կնոջ զգացողություններով։ Եթե նա իրեն լավ է զգում, ուրեմն երեխան էլ է լավ։ Միֆ չորրորդ. քանի դեռ կինը հղի է, պետք է պահպանակ օգտագործել երեխային վարակներից պաշտպանելու համար։ Իրականում, եթե ամուսինը ոչ մի վարակ չունի և կինն էլ առողջ հղիություն է տանում, ապա պահպանակի կարիք չկա։ Երբեմն լյուբրիկանտի կարիք է զգացվում, քանի որ հղիության ընթացքում սեռական ուղիների խոնավեցման ֆունկցիան թուլանում է։ Հավանեցիք տեսանյութը, ուրեմն սեղմեք բաժանորդագրվել և լայքի կոճակը։ Դա կոգեշնչի մեզ էլ ավելի շատ նյութեր պատրաստել ձեզ համար։ Շնորհակալություն։